ՆՏՊ-ական զոհերը ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Հիմա էլ չասեք, էլի խաբեցին, ոնց որ 18 թվականին, 21 թվականին հիմի նորից խաբելու են ձեզ։ Այս անգամ ամեն ինչ էլ գիտեք։ Եվ ամենակարևորը, դուք ձեր քայլը կատարեք, եւ ես անմիջապես կհայտնվեմ Հայաստանում եւ ես կկատարեմ ավելի մեծ քայլ, քան որևէ մեկը մինչ օրս։ Բայց փրկեք Հայաստանը։ Ցանկացած մարդ է պարտավոր այդ ամենը կատարել։ Այժմ խաղի մասնակիցներ եւ փայատերեր, Քորշունը նորից հանել է իր ծաղրածուներին իբր ընտրություն է կատարում։ Այստեղ ոչ մի ընտրություն էլ չկա։ Այս խեղկատակը իրականում խեղկատակ է, ոչ խոսալ գիտի, ոչ ասել գիտի, ոչ եւ սրան որևէ մեկը չեք հարցրել, այս անգրագետ տականքներին ինչ ես բերել։ Հիմա էլ հանել է այս երկուսին ձեր դեմ, սա ձեզ օգնելու համար չէ, եթե սա 200,000 դրամ է տալիս, թե ինչ է տալիս, դա ձեզ համար չի տալիս, հետո տանելու է ձեզնից տասնապատիկը, նույնն է այս ոչխարը։ Եվ սրանց միգուցե դուք չգտնեք էլ, որ սրանք սրա լվացքատունն են հանդիսանում, քանի որ իրականում այս երկու տականքը եւ սա հանդիսանում են սրա լվացքատունը։ Եվ սրանք էլ հերթով այսպես ծառայել են այս տականքին։ Եվ վերջին ծառայողը այս ոչնչությունն է, ոչնչությունը։ Երբ որ ուսումնասիրում ես սրանց գեները, հայկական ոչ մի բան այստեղ չկա։ Բացի դա, արդեն երբ որ սա նստեց Հայաստանի ղեկին, Հայաստանի բոլոր արխիվները ուղարկվեց Մոսկվա։ Ինչի համար։ KGB-ի արխիվները, որպեսզի եւ ամեն տարի ուղարկվել է, քանի որ Մոսկվան է այնտեղից անընդհատ հայերի մեջ տոկոս դրել։ Ինչպես ամեն տեղ են տոկոս դնում, պետք է օրինակի համար 93 թվականին գրանցեք 100 գործակալ, այս կարգի 100 գործակալ, այս կարգի 100 գործակալ, այս կարգի, եւ այս տականքը բոլորին դարձրեց գործակալ։ Հիմա սրանք բոլորը մոսկովյան գործակալներ են, միևնույն ժամանակ ազգություն չունեն։ Սրանք իրականում ազգություն չունեն։ Նիկոլի մասին արդեն ասել եմ, որ երիտասարդը, որի մայրն ու տատը պատմել են, որ այս տականքի հայրը ադրբեջանցի է։ Սա ինքը ադրբեջանցի եւ ջհուդ է։ Ճիշտ է, մայրը հայ է, բայց պորնիկ մայրը քնել է թուրքի առևտրականի հետ եւ սրանք բոլորը բազարնիկի լակոտներ են, թուրք բազարնիկի լակոտներ են այս բոլորը եւ սրանց բոլորի վրա պետք է խաչ քաշել, որպեսզի հասկանաք, որ սրանք ընտրություն չեն կատարում։ Հիմա այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձրեք։ Սրանցից որևէ մեկն եք դուք, այս երկուսին դնենք մի կողմ, քանի որ սրա լվացքատուն են, երբ որ սրան բռնեն կամ սատկացնեն, այս երկուսը կծախվեն, որ մենք միլիարդ հատեր չենք սրա լվացքատունն ենք, բայց սրանց առայժմ թողնեն մի կողմ։ Այս 4-ի պահով եւ սրանց բոլոր այդ արդեն KGB-ում գրանցված լրտեսները, որոնք հաղորդումներ են պատրաստում, որոնք ցանկացած այդ ձեր գլուխը լցնելու պրոպագանդան են տանում, այդ բոլորը, որոնք պաշտոններ են եղել սրա ժամանակ, սրա եւ սրա, այդ բոլորը դրանք KGB-ի գործակալներ են։ Այդ բոլորին
սա փչացրել է։ Ինչ եմ ասում, սա ամենակարևոր տականքն է, քանի որ սրանց բոլորին ինքն է փչացրել։ Օրինակի համար Ռուսաստանում դրեցին Ելցինին, Ելցինի մահից հետո Ելցինի ընտանիքն էր, որից հետո տշեցին Ելցինի ընտանիքին ինչ-որ փայատերը։ Հիմա Պուտինն է և Պուտինի հսկող անգլիական լրտեսները, բայց Հայաստանում միշտ սա մնաց և Մոսադի կողմից, և KGB-ի կողմից, և Թուրքիայի կողմից անընդհատ սա ինչ հրահանգ ստացել է և այս բոլորը կատարել են։ Հիմա այս բոլորը գիտեն, որ եթե իրական հայ նստի Հայաստանի ղեկին, բոլորը գնդակահարության հոդվածով ընտանյոք հանդերձ կորչելու են։ Հիմա ձեզ ինչ է թվում, սրանց համար որն է ցանկալի, որպեսզի իրական հայ չընտրվի, միևնույն ժամանակ, եթե արդեն Արցախը տվել են և Զանգեզուրն էլ են ստորագրել տվել այս տականքը, կիմանաք մոտ օրերս, իսկ այս տականքներին ինչ է մնում, որպեսզի Հայաստանը կամ վերանա, կամ Ռուսաստանի տակ անցնի, կամ եթե Թուրքիայի տակ պետք է անցնի մի փոքր տարածություն, որպեսզի նորից լափեն, որպեսզի այդպես էլ Հայաստանում հայ ղեկավար չլինի և դուք չհասկանաք, որ սրանք բոլորը այս գործակալները բոլոր ուղղություններով գործակալներ են։ Հիմա իբր ընտրություններ են կատարում Հայաստանի բոլոր քաղաքացիներին և այն քաղաքացիներին արտասահմանի, որոնք ընտրության իրավունք ունեն։ Եթե գնալու եք այս քայլին և այս տականքներից որևէ մեկին տակ, դուք տանում եք Հայաստանի կործանումը։ Եվ այս 80 անցած տականքը, մինչև վերջ Հայաստանը տանում է կործանման, միևնույն ժամանակ այն մարդիկ, որոնք վախից հոսալու իրավունք չունեն, նաև պաշտպանում են առաջին նախագահը, առաջին նախագահի ժամանակ հաղթել ենք, առաջին նախագահի ժամանակ չեք հաղթել, առաջին նախագահի ժամանակ կային հայեր, որոնք կարող էին ամեն ինչ փոխել, դրա համար վախեցած միայն ասում էր, մեկ մտնի այստեղ, մեկ մտնի այնտեղ, և այդ 7 շրջաններն ու ահագին մաս առանց իր համաձայնության մտել են, իր ասելով պետք է ամբողջը տային ու հեռանային, արցախցիներին էլ բերեին։ Դրա համար Նիկոլը կատարեց իր ցանկությունը, արցախցիներին բերեց, որոնց մի մասին կքշեն Ռուսաստան, արտասահման և այլն, այդպես էլ Արցախի հարցը կփակվի, իրենց թվացել էր, որ այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա պետք է մնան նորից լափեն տրաքեն, բայց բրուտները փոխեցին խաղի կանոնները և հիմա իրենք են վատ իրավիճակում։ Վատ իրավիճակում գտնվելով սրանք տանում են դեպի Ռուսաստանի գուբերնիա, Հայաստանը տանում են Ռուսաստանի գուբերնիա։ Էդ էլ իբր Ռուսաստանը փակել է, հիմա էլ գազ չի տալու և այլն, բոլորը դրա արդյունքն է։ Մուրացկանների նման գնում եք սրանց այս բոլորի ելույթները լսում։ Իմիջիալոց դոգը ճիշտ է ասում, սրանից էլ փող վերցրեք, սրանից էլ վերցրեք, թե Նիկոլը տալիս է, թե պետ Նիկոլը չի տա, բոլորից էլ փողը վերցրեք, բայց մի ընտրեք, ոչ մեկին։ Հասկացեք, այս տականքները, այս բոլոր տականքները, ոչ թե սրանք են 3 գլխանի դևը դուրս եկել սրա դեմ, այս բոլորը, ինչպես այստեղ ներկայացված է, իրականում այդպես չի, այս բոլորը աշխատում են Նիկոլի համար։ Եվ կրկնություն չլինի ասելը, քանի որ ես չեմ ասում, Պողոսը գնաց, այս սենյակը, այս ինչ եկավ, այս ինչ տեղից, Տրամպը այս ասեց, Պուտինն այս ասեց, չէ, դրանք բոլորը խաղեր են։ Ինչ է այստեղ կատարում, այս բոլորը փրկում են Նիկոլին, որպեսզի Նիկոլը նորից լինի վարչապետ, քանի որ Նիկոլը ավելի լավ է տալիս և իրենք իրենց վրա միգուցե
նաև այդ բեռը չեն ցանկանում վերցնել։ Այժմ հայերի մեծ մասը տրամադրված է, որպեսզի ընտրի այս տականքին։ Այստեղ ինչ են կատարելու։ Կատարելու են Երևանի ընտրություններում Դոգի առաջվա կուսակցության նույն պրիոմը։ Սա, քանի որ 4 տարում չի ապրել, վարչապետ չի կարող լինել, թե իր խմբից, եթե ինքը հաղթեց, Քորշունը ինչպես է դրել, սա հաղթեց, կապ չունի, սա կհաղթի, թե Նիկոլը կհաղթի։ Այստեղ կարող է Նիկոլը բերի 16 ձայն, սա բերի 70 ձայն, են մնացածն էլ մյուսների։ Նորից Նիկոլն է լինելու, ինչի համար, կրկնում եմ, Դոգի պրիոմը այստեղ կատարելու են Երևանի ընտրությունների։ Այս մարդիկ, որոնք մտել են սրա կուսակցության մեջ իրոք, այդ տականքները բոլորը անցնելու են այստեղ։ Նորից Նիկոլը լինելու է մեծամասնություն, նորից ձեզ խաբելու են եւ այդ գումարները վերցնելով սրան, թե որևէ մեկին ընտրելով, նորից լացեք լինելու, նորից խաբեցին։ Կարդացեք, լսեք, որպեսզի նորից ձեզ չխաբեն։ Այս պրիոմը կատարելու են այստեղ։ Դրա համար բոլորը այժմ շեշտը դնում են սրա վրա, միլիարդատերը, այսպես է, այնպես է, ոչ մի միլիարդատեր էլ չի, նորից եմ կրկնում, Լևոնի լվացկատունն է, Քորշան, Պուտինի գուբերնատոր թեկնածուն, այսպես թե այնպես Հայաստանը տանում են գուբերնիայի։ Բրուտներին ավելի հարմար է, որպեսզի աշխարհը նորից եւ թուրքերին է հարմար, ցեղասպանություն չանեն, նույնն է Ալիևին։ Ավելի լավ է այդ մի կտորը, որն էլ կտոր նորից կտա Ադրբեջանին, անցնի Ռուսաստանի տակ առանց իրավունքի, այսինքն գուբերնիա, քան մնա այսպես, թուրքերն ու ադրբեջանցիները գան լծվեն, ասեն տեսեք նորից նույն ցեղասպանությունը կատարվեց։ Դրա համար բոլորին վիգտնի է այս տարբերակը, որպեսզի Ռուսաստանի տակ կողեն։ Բայց նորից եմ կրկնում, որպեսզի հասկանաք, այս տականքին օրինակի համար ունենում է ձայն 65 մարդ կամ 70 մարդ ունենում է ազգային ժողովում, Նիկոլը ունենում է 16 մարդ, սրա 65-ից մեծ մասը անցնելու է նորից Նիկոլին, այս բոլորը նույնը Դոդիկինն է անցնելու, և սա նորից մնալու է իբր ընդդիմություն, որպեսզի սրան չկարողանան որևէ բան անեն նույնը Նարիմանովին։ Այս ամբողջ խաղը շատ փնթի ձևով Քորշունը կազմակերպել է, որպեսզի ձեզ հասկանալի լինի, պետք է մտածեք, թե ինչ անեք։ Եվ այս կիսա անգրագետին ես ընդհանրապես սրա նստած ժամանակ Հայաստանում չեմ եղել։ Ու հիմա ավելի շատ եմ լսում սրա հիմարությունները ու իր մեծ մասն էլ ասում է ուժեղ ղեկավար էր։ Անգրագետ կիսա թափթփուկ տականքը չէր կարող լավ ղեկավար լինել։ Եվ այստեղ, եթե սրան մինչ օրս չեք ոչնչացել, ուրեմն այդտեղ մարդ չկա։ Այս պահը պետք է լավ հասկանալ եւ չասել Սամոս եկավ, Սամոն կփրկի։ Սամոն սրա փրկիչն է։ Ինչի Դոգին մինչ օրս փակ են պահում նահանգներում, երբ որ արդեն դատը ամեն ինչ վերջացել է, նրան պետք է բաց թողնեն, որ երկիր ուզում է գնա, ինքն էլ ասել է Ռուսաստան, ուղարկեն Ռուսաստան, ինքն էլ ասել է իր։ Իսկ Սամոյին սա բաց թողեց ընտրություններից առաջ։ Եվ այն հանգամանքը, որ Պապյանը այդ պաշտպանության նախարար կոչվածը օֆիցերներին հավաքելով, ասելով, որ եթե Նիկոլին չընտրեք, սրան ընտրեք, այս ամեն ինչը դզում, ամեն ինչը դնում է իր տեղը։ Եվ այստեղ
չկարողացաք սրան սատկացնել, որ ամեն կողմից հնարավոր էր սրան սատկացնել։ Սրան սատկացնելուց հետո ոչ ոք չի համաձայնվի իր ձեռքը վերցնի, միայն կարող է սա կամ Նարիմանովը վերցնեն իրեն ձեռքը կամ իրենց աշխատողներից մեկին ստիպելով տան վարչապետ դառնա, քանի որ իրեն գիտեն, որ սա նաև իրենց ավարտն է, սրանց ավարտն է, դրանով սրանք ավարտվում են, և Դոդիկի փուչիկն է պատրվում, և սրա փուչիկը, և այս բոլորը սրան են տանում, որպեսզի սա անցնի։ Դուք ունեք երկու պայման, կամ Ռուսաստանի թևի տակ եք անցնում, կամ Թուրքիայի։ Պայմանը այդպես է դրել, Քորշունը իր տերերից ստանալով այդ ամենը։ Եթե դուք մտնում եք Թուրքիայի տիրապետության տակ, ապա անմիջապես Հայաստան է լցվում մեծաքանակ թուրք և դուք կորչում եք այդ ընթացքում։ Եթե դառնում եք Ռուսաստանի գուբերնիա, դուք նորից մնում եք նույն մանրադրամը, Բոսֆորի և Դարդանելի այս երկու նեղուցներով, սա էլ Բոսֆորի նեղուցն է, այս երկու նեղուցների համար սրանց առևտուրը միշտ կատարվելու է, և այս երկուսն էլ կատարում են բրուտի հրահանգը։ Երկուսն էլ, թե Ռուսաստան, թե Թուրքիա, երկուսն էլ առաջացել են Ալտայսկի կռայից։ Այդ որ ասում են Ալտայսկի կռայը հանդիսանում է մարդկության արգանդը, այդ արգանդում աճեցնելով այս ոչնչություններին և սրանց բերել է նաև եվրոպական մաս, իսկ սրանց մեր տարածությունը, մեր հայրենիքը, և սրանք ամբողջ այդ տարածությունը միասին են կառավարում, սրանք երբեք իրարից անկախ չեն։ Միակ հայրենասեր և լրտես չլինելով Ժուկովը, որը եկել արդեն զորքով կանգնել էր և 45 թվականին նաև գյումրեցիները ոտքով հասել էին Ղարս, երբ որ թուրքերը արդեն այդտեղից փախել էին։ Բրուտների լրտես Ստալինը հրահանգ տվեց նրան չկատարել դա, իբր Ամերիկան ատոմային զենք ունի, մեզ թույլ չեն տա և այլն, բայց իրականը դա չէր։ Եվ այդպիսով այդ ամենը նորից հայկական հողերի հարցը փակվեց։ Այսօր նորից դրել են նժարի վրա, քանի որ բրուտների համար նույնպես ցանկալի չէ ոչ իրենք, ոչ իրենց ստրուկ թուրքերը, ոչ ազերիները դա կատարեն Հայաստանի վերացումը, դա նորից տալիս են, ինչպես Արցախը վերացրեց Ռուսաստանը Պուտլերը, նույնն էլ տալիս են Ռուսաստանին, այդպես են կատարել։ Այժմ դուք դիտարկեք Ռուսաստանի ոչ թե Մոսկվան, այլ փողոցները, ինչ գեղեցիկ փողոցներ, ինչ գեղեցիկ մշակված այգիներ, տներ, Հայաստանից ավելի բետար իրավիճակում։ Գնացեք Ռուսաստանի խորքերը, այդ մեծ քաղաքներից մի քիչ հեռու և կտեսնեք այս ամենը այսպես կատարված։ Այժմ Եվրամիության, սա Ռումինիայի գյուղ է, որտեղ նաև ավտոբուսի աստանով կա, սա Բուլղարիայի գյուղ է, բուլղարացիները, ռումինացիները, այս ցիգանները ավելի լավ են ապրում, քան Հայաստանի մեծ քաղաքներում, Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ալավերդի և այլն։ Նայեք, ամենափոքր գյուղերը, մտեք Google քարտեզը մտեք, մեծացրեք, հասեք, իսկ Ռուսաստանում եթե մեծացնեք, հասնեք, չեք գտնի, միայն մեծ քաղաքների մոտ, քանի որ Ռուսաստանը թույլ չի տվել իր բոլոր տարածություններում կատարել, քանի որ այնտեղ խայտառակություն կլիներ։ Այդ Google քարտեզի նաև մեքենաները չէին կարող գնալ, որպեսզի այդ ամենը նկարեին։ Եվ Եվրամիության
մտեք այդ քարտեզը, մեծացրեք, ամենահետին մնացած գյուղը գնացեք, դիտեք, իսկ սա ավստրիական գյուղ է, սա Խորվաթիայի։ Ես պատահական վերցրել եմ 4 երկրներ եւ նկարել, վերցրել այնտեղից, մեծացրել եւ քարտեզը թույլ է տալիս, որպեսզի մտնես, նաև փողոցներով կարող ես գնալ, փողոցներով գնացեք, տեսեք ինչպես են այնտեղ ապրում, ինչպես Ռուսաստանում, քանի որ մեծ մասն էլ արգելվել է։ Այժմ, բայց եթե դուք մտածում եք, որ Նիկոլը ձեզ Եվրամիություն պետք է տանի, դա նույնպես խաղ է։ Դուք ոչ մի Եվրամիության ստանդարտի չեք համապատասխանում։ Եվ եթե նույնիսկ Եվրամիություն տանի, ձեր ուտելիքը գյուղատնտեսական, քանի որ միայն դա կոնյակ-մոնյակ է արտադրում, այն էլ քիչ քանակությամբ կոնյակ ու գինի կա Եվրոպայում։ Իսկ մնացածը, այդ ապրանքները նրանք ստանում են Իսպանիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից։ Ձեզնից չեն ստանա, քանի որ դուք չեք կարող պահածավորել եւ այդ ճանապարհն էլ չունեք, հասցնեք Եվրոպա։ Դա էլ է խաբեություն, դա ձեզ ինչպես ամեն օր, ամեն վայրկյան է խաբում, նույնպես խաբելու մի ձև է։ Այժմ նաև մեկ այլ բացահայտում, Դոգեվ Տաշիրի Սամոն։ Տաշիրի Սամոն էլ չի 4 տարի եղել Հայաստանում, Ռուսաստանի քաղաքացի։ Դոգն էլ չի 4 տարի եկել։ Խնդրելով Տրամպին, Դոգին այնտեղ փակել են, Նիկոլը ընտրություններից առաջ բաց թողեց, Տաշիր Սամոն 200,000 դրամներ է տալիս իբր, էդ էլ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի, տալիս է այդքան դրամներ ըստ Նիկոլի, Տաշիր Սամոին չի բռնում, որ կաշառք է տալիս մարդկանց, 4 տարի էստեղ չի եւ նոր էր իբր ազատել, Տաշիր Սամոն շվշվացնելով ամենամեծ ընտրությունների այդ քարոզարշավն անցկացնում, իսկ Դոգին չի կարելի։ Այստեղ հասկանում եք նաև տարբերությունը, ինչի են սա դրել։ Սա դրել են նրա համար, որ մոռանայիք, իբր Տաշիրին նստեցրեց, հիմա էլ ովքեր Նիկոլին չեն սիրում, անցնեն Տաշիրի կողմը։ Այս կեղտոտ զզվելի խաղը, քանի որ ձեզնից մեծ մասը մտածելու ոչ ցանկություն ունի, ոչ կարողություն, ոչ էլ ցանկանում է մտածել, այս ձևով նորից ձեզ խաբելու են, եւ մի մասը ասելու է, բա գնացինք Տաշիրին ընտրեցինք, հիմա ինչի ես խոսում, նորից ինձ կամ որևէ մեկը ովքեր խոսում են դիմելու, այ ոչխարներ։ Տաշիրը դա նույն Դոգի այն խաղն է խաղալու Երևանի ընտրություններում։ Տաշիրի ձայների մեծ մասը անցնելու է Նիկոլի կողմը, Նիկոլը պետք է նորից միանձնյա մեծամասնություն կազմի, ես այդ տոկոսը հիմա չեմ գրում, մեծամասնություն կազմի նաև ազգային ժողովում, որպեսզի մյուսների հետևը նորից պաշտպանի։ Այստեղ Քորշյան, սանք մի քանի մարդ պետք է ունենան այդտեղ, մի քանի մարդ սա պետք է ունենա, միգուցե մի քանի մարդ սա եւ մի քանի մարդ սրան։ Մեծամասամբ Նիկոլն է նորից, բոլորի ձայներն անցնելու են Նիկոլին, որպեսզի հետագայում սրան չքննադատեք, որ հիմա էլ Հայաստանն է տալիս, այս տականքներն են մեղավոր։ Մենք փոքրամասնություն ենք, ոնց որ հիմա են խոսում, նույնն էլ այդ ժամանակ պետք է խոսան։ Այնպես որ արդեն ամեն մեխանիզմին ծանոթ եք եւ հիմա էլ չասեք, որ բա ասեիր, բա շուտ ասեիր, շուտ ասվածը մի շաբաթ դեռ ունեք ժամանակ։ Իսկ եթե ցանկանում եք ձայն տալ, միայն Դոգի կուսակցությանը տվեք, թե հետագայում ինչ կլինի, սա էլ դուրս կգա այն անբարոյականի լակոտ, դա արդեն հարց է, թե դուրս չի գա։ Բայց նորից եմ կրկնում, եթե ես փորձեի այն կատարել, քանի որ ունեմ այլ հրահանգ եւ
այլ գործողություն միանգամից բրուտի դեմը դուրս գա, ես սրանք դոգի խաղին նույնպես կարող էի գնալ, կարող էի ցույց տալ, որ իրենց հետ եմ, երբ որ ընտրվեի մի գիշերվա մեջ բոլորին փակեի, միգուցե դոգը գնում է դրան, միգուցե չի գնում դրան, բայց վերջնականը ինչ եմ առաջարկում ձեզ, չեղարկել ընտրությունները, կաուստիկ սոդայի ու մի քանի կաթիլ ջուր, ծրարի մեջ գցել, մի քանի հոգի դա կատարեն, ամբողջը դա կայլանդակվի եւ այդ արկղը դեն գցելու կլինի բոլոր քվյաթերթիկնելու, մոլոտովի կոկտեյլ, վառվող շշեր գցել արկղի մոտ, պատուհաններից շպրտել ներս, եթե նույնիսկ մի քանի հոգի վառվել են, պետներդ մեկ դնի, սա երկրի փրկությունն է, իսկ փրկության համար զոհերը պարտավոր են եւ հնարավոր է զոհեր լինել, սա Սասնա ծռերի այն դեպքը չի, երբ որ երկու մլիցա խփեցին, հետագայում դուրս չեկան կամ իրենք դրսում մարդ չունեին, որ գային միանային եւ հեղաշրջում կատարեին, սա այդ դեպքը չի, գցել եւ անհետանալ, ընտրաթերթիկը ճղել ու գցել արկղ, բոլորի ներկայությամբ, ասել, որ այս բոլորը կեղծիքը, այս բոլորը ծախված չներ են, ստուգել ձեր տան վրա քանի մարդ է նստած, այդ գրանցվածները, եթե ավելին է անմիջապես բողոքել եւ այդ տեղամասը լրիվ փակել տալ, սրանք բոլորը Նիկոլի ճամփեն են բացում, ոչ ոքի չընտրել, սատկացնել ընտրատարածքում հայտնված 4 գլխանիտ դևին, Նիկոլա, այդ Սամոյա, Սերժիկա, Ռոբիկա, այդ բոլոր տականքներին, եթե հնարավորություն ունեք, կատարել եւ պահանջել իսկական ընտրություններ, առանց լրտեսների, առանց Սերժիկ, առանց Նիկոլ, առանց Ռոբիկ, առանց Սամո եւ այլն, եւ թույլ տալ, որպեսզի ովքեր ցանկանում են ընտրություններում ներկայացնեն իրենց նոր ընտրությունների ժամանակ սրանք պետք է չլինեն, ընտրատեղամասի հայերին, ստորագրեք թերթիկի վրա, որ դրսից բերածը ուժը կորցնի, այսինքն, եթե դոգից եք կամ իրական հայ եք, պահանջեք, որպեսզի թերթիկի վրա նշան դնեք, ձեր ստորագրությամբ կամ ինչ-որ մի կնիկ վերցրեք դրեք, որպեսզի չկարողանան դրսից բերածը անցկացնեն, այդ ծախված լրբի լակոտները, հիմա էլ ամեն ինչ հասկացաք, հիմա ամեն ինչ ասվեց, էլ ինչ կա, որպեսզի ձեզ բացատրվի, նորից երկու բառով կասեմ, որպեսզի նաև մեծ մասը ովքեր լսելու կարողություն չունեն կարողանան հասկանան, խաղի մասնակիցներ եւ փայատերեր, սրանց իրական հայ, որպեսզի նստի Հայաստանի ղեկին, սրանց ձեռք չի տալիս, քանի որ բոլորը եւ լրտես են եւ բոլորը գնդակարության հոդվածի տակ են ընտանյոք հանդերձ, դրա համար սրանց ձեռք է տալիս, կամ անցնի Ռուսաստանի, կամ Թուրքիայի, կամ իրենք նորից նստեն եւ բրուտները թույլ տան նորից սկսեն մլիցեքի քանակը ավելացնելով ժողովրդին ճնշեն, հիմա նաև այդ Նիկոլի, չեմ ուզում այս օրերին ասած լինեմ, բայց այդ Նիկոլի պարադի մասին, դա պարադ չէր, դա խայտառակություն էր, և ինչ-որ Նիկոլը այդտեղ ներկայացրեց, այն որ ասում են, գնում եմ քեֆի, մի քիչ շոր տվեք հագնեմ, սրանից կոշիկները նրանից շորերը վերցնելով, հագնելով գնում է մարդատեղի երևա, մի քանի հատ այդպես բաներ գնելը, քանի որ զորքդ էլ պատրաստ չի եւ նույնիսկ զորացրվածների մի մասն էլ տեղյակ չի եւ չի էլ հասկանում բանակ ինչ բանակ կամ այդ զենքերը ով պետք է օգտագործի, այդ նույն ինժեներներին բերելու ես որ օգտագործվի, սա ցուցադրություն էր, բայց այդտեղ 7 միլիարդի ապրանք չկար, ամենից շատը 1 միլիարդի մոտ միգուցե 2 միլիարդի կեսն էլ պահած լինեն, դա ոչ թե բերվել է
Ադրբեջանից պաշտպանվելու կամ թուրքերից եւ այլն, դա բերվել է նորից նվեր տալու, ինչպես սրանք այս բոլոր տականքները միասին նվեր տվեցին այդ ամենը։ Եվ այս երկու լվացքատները Քորշյան, այս բոլորը գիտեն, որ եթե հայերը նստեցին, իրենք էլ են վերանալու, դրա համար աշխատացնում են այս ձևը, իսկ այս ձևը սա նորից Նիկոլի հաղթանակն է, քանի որ ոչ մեկը սրանցի չի ցանկանա Նիկոլի դերում հայտնվի այս տականքի, քանի որ ամենաշատ ազգադավ ազգակործան այս տականքին է ամբողջ ազգը համարում, նույնիսկ աշխարհի շատ երկրներում փորձել են ոչ միայն հայեր, փորձել են արտասահմանցիներ գտնել ինչ-որ մի երկրում մի ժամանակ նման ղեկավար, որը պարտվել է, նորից հաղթել է ընտրություններում և երրորդ անգամ է ընտրություններին դուրս գալիս, սա հազվագյուտ դեպք է, որ բրուտը այս ձևով նույնպես մեզ պատժում է այս տականքին թողնելով։ Եվ Տաշիր Սամոյին վերցրած գումարներով, որքան էլ ձայն տակ նրան, մեծ մասը նորից անցնելու է Նիկոլին, սա խաղ է։ Եվ ամենահաճելի պահը ձեզ համար ասեմ, որովհետեւ իմանաք, մտցնելով Ռուսաստանի գուբերնիա դարձնելով, երբ որ մեծ մասը կուրախանաք, ձեր երեխաներին տանելու են ուկրաինացիների դեմ կռվելու եւ ամենադաժան վայրերում լինելու են հայերը ինչպես միշտ։ Քանի որ այս թղամասում փողոցաշինական աշխատանքներ են կատարում եւ ընդհատումներով եմ խոսում, վերջացնենք այս ֆիլմը եւ նորից ասեմ, ձեր երեխաներին գուբերնիա դառնալուց հետո տանելու են Ուկրաինա եւ ամենադաժան կռիվներում, այնպես որ չեղարկել ընտրությունները եւ պահանջել նոր ընտրություններ, այսքանը։